գեղեցիկ, սիրելիներս, տեսեք, այս էսպես ասում, այո, համի տեսեք, ստոպ գերմանացել, երես խրխրտա, օմենավորը շատ իրավիճի ձևով, հատուցան ձևերը շատ իրավիճի, այսպես ձեր ձեռները զարդարացվել են ու շատ գեղեցիկ։ Այսպես։ Ստոպի յուրաքանչյուրի հավերժում մի անշան, ծանցեր կա։ Այսպես, տեսեք, հրաշալի ստացվեց։ Սիրելիներս ողջույն, բարև իմ շատ սիրելի հետևորդ, ինչպես եք։ Սիրելիներս մոտենում է Զատիկը, իմ ամենասիրելի տոներից մեկը, եւ դրա համար ես սկսել եմ պատրաստել հետաքրքիր բաղադրատոմսեր հատուկ ձեր համար, իմ համար, ընտանիքիս համար եւ իհարկե ձեր համար, որ դուք էլ պատրաստեք ձեր ընտանիքի անդամներին ուրախացնեք։ Ինչ ենք պատրաստելու այսօր, հետաքրքիր բրինձը չամիչով, սպանախ ենք պատրաստելու ու ես ուղղակի մի փոքրիկ փոփոխված ձևով եմ պատրաստելու, որպեսզի սեղանին էլ գեղեցիկ լինի ու մի քիչ էլ տարբերվող լինի։ Նախ ջուրը եփվում է, բրինձը նախապես լվացել եմ, հիմա դնում ենք ջրի մեջ, որպեսզի եփվի։ Մի քիչ աղ ենք անում ջուրը եւ ուղարկում ենք բրինձը ջրի մեջ։ Սիրելիներս, բրինձը եփեք այնքան, որքան որ պահանջվում է, այսինքն իր յուրաքանչյուր բրինձ իր տոպրակի վրա նշված է լինում, թե քանի րոպեում է եփվում։ Հիմա ես կեքսերի համար նախատեսված ամանը յուղում եմ կամ կարակսեք, ես օգտագործում եմ ռեդի յուղ, այն սեղանից երբեք չի պակասում, սիրելիներս, ցանկացած ուտեստ արդեն իմ մոտ սովորություն է դարձել, դա եմ օգտագործում։ Հիմա չամիչը նույնպես դրանով ենք եփելու, տապակելու, այնպես որ սիրելիներս, տեսեք, գույնը, տեսքը, տեղը գեղեցիկ, սիրուն յուղ է։ Տապակում ենք դրանով, խմորեղեններ ենք թխում ռեդի յուղով, ինչպես նաև սիրելիներս կարող եք շատ հանգիստ օգտագործել պահքի շրջանում, որովհետև խոլեստերին չի պարունակում, այսինքն այն բուսական է, իսկ բուսական յուրաքանչյուր բան պահքի շրջանում կարող եք օգտագործել։ Նույն սիրելիներս, թող եփվի բրինձը, այս սիրուն կուկուշ ձևամանը յուղեցինք, ինչ ենք անում։ Լավաշի կտորները այսպես կտրատել եմ իր չափով մոտավորապես, հիմա այսպես մի ձևով գոնե բաժակներ ենք դարձնում, որ հետո լցոնելու ենք բրնձով եւ սպանախով։ Այսպես, մոտավորապես այսպիսի տեսք պետք է ունենա։ Հիմա ինչ ենք անում, մինչև բրինձը կեփվի, կպատրաստվի, որովհետև մի 10 րոպե անհրաժեշտ է լինելու, սպանախը մի քիչ եփել, լավ ջրքամել եմ, որպեսզի լավաշները շատ չթացացնեն, մոտավորապես 150 գրամ արդեն եփված վիճակում սպանախ է։ Մեկ ձու ենք օգտագործելու, արդեն ավելացրել է։ Մի փոքրիկ պանիր, ես պարմեզան պանիր եմ ավելացնում, որովհետև յուրահատուկ համ է տալու, շատ համեղ է ստացվում, անպայման պատրաստեք, այ կտեսնեք, որ շատ համեղ է։ Շատ քիչ աղ եմ անում, որովհետև պանիրը արդեն աղի է։ Ու հիմա ուղղակի պետք է լավ տրորել, այսքանը, ուրիշ ոչինչ չենք ավելացնում։ Ուղղակի լավ տրորում ենք։ Այ կարող եք որևէ երշիկի կտորներ ավելացնել, բայց սա արդեն Զատիկից դուրս, եթե ուրիշ օրերի եք պատրաստելու, օրինակ նրբ երշիկ, երշիկի որևէ կտոր, չգիտեմ, մանր կտրատեք, ավելացրեք, էլի շատ համեղ ուտեստ է ստացվում։ Պատարակաղը փոխեմ գթալով, որպեսզի ավելի լավ խառնեմ ու վերջ։ Հիմա լցնում ենք։ Քանի հատ որ ստացի, որովհետև կեսը մտածել եմ բրինձով լցնել, մի քիչ էլ սպանախով լցնել։ Շատ հետաքրքիր է սեղանին նայվում։ Անցած տարի այսպես էի պատրաստել, հյուրերս շատ էին հավանել, դրա համար որոշեցի այս անգամ էլ ձեր հետ կիսվեմ այս բաղադրատոմսով։ Դե իհարկե շատ քիչ դուք նայեք ինչպես եք լցնում, որովհետև նշանակություն չունի, կարևորը գեղեցիկ եւ համեղ ստացվի։ Սպանախի հարցը լուծեցի, հիմա մի փոքրիկ նույն պանիրից երեսին ենք լցնելու, այսպես, ցանկացած տեսակի պանիր օգտագործեք, կարևորը որպեսզի ստացվի համեղ ու գեղեցիկ։
Սիրելիներս, թավայի մեջ մի փոքրիկ յուղ ենք ավելացնում, որպեսզի չամիչը տապակենք։ Ավելացնում եմ չամիչը, այս անգամ հետաքրքիր չամիչ եմ օգտագործելու, շատ մեծ հատիկներով լվացել եմ, տաք ջրի մեջ եմ պահել, ավելի ու ավելի է փքվել։ Հիմա սա պետք է մի փոքրիկ տապակենք։ Բրինձը տապակելուց հետո Սիրելիներս, չամիչը տապակելուց հետո բրինձը քամում ենք, ավելացնում ենք միանգամից թավայի մեջ ու վերջ, այսքանով բավարարվում ենք ու լցնում ենք հիմա լավաշե կաղապարների մեջ։ Հիմա այս սիրուն, նուրբ պատրաստված բրինձը լցնում ենք այստեղ։ Վերջ սիրելիներս, պատրաստ եք, ուղարկում ենք ջեռոց։ Մոտավորապես 15-20 րոպե երկար չենք պահելու, լավաշ չենք թողնում, որպեսզի շատ վառվի։ Սպանախ արդեն եփված է, պատրաստ է, միայն մնում է պանիրը ու ձուն, որպեսզի եփվեն, այսպես ասած։ Իսկ լավաշի մասին խոսք չկա, ուղղակի լավաշը պետք է մի քիչ կարմրի ու բրինձն էլ պատրաստ վիճակում է։ Կհանդիպենք, երբ արդեն պատրաստ կլինի։ Մոռացա ասել, որ ջեռոցը շատ մի տաքացրեք, մոտավորապես 160-165 աստիճաններ բավական է, մինչև արդեն պատրաստ լինելը, երևի 15-20 րոպեն բավական կլինի, բայց պետք է լինի նախապես տաքացված վիճակում։ Տաքի ձեռքերս արեցի, սիրելիներս, տեսեք, այ հենց այսպես է ուզում, այ որ հանում եք, տեսեք, փափուկ է մնացել, երեսից խրթ-խրթա, ամենակարևորը շատ հետաքրքիր ձևով, մատուցման ձևն էլ է շատ հետաքրքիր, այսպես ձեր սեղանները զարդարված կլինեն ու շատ գեղեցիկ։ Այ այսպես։ Դուք արդեն յուրաքանչյուրը մի հատ վերցնում եմ և անուշ է անում։ Սրանց էլ հեշտ բան։ Այ այսպես։ Տեսեք, հրաշալի ստացվեց։ Ինչ լավն է։ Սիրելիներս, անպայման կպատրաստեք։ Յուրահատուկ տարբերակ է, երեսից խրթխրթան, ներսից փոփուկ, ինքան լավն է։ Ովքեր որ սիրում են չամիչով բրինձ, իրենց համար է հատուկ։ Տեսեք, ես ձուկ եմ պատրաստել լավաշով, լավաշի մեջ, չգիտեմ տեսանյութը որը առաջինը կտեղադրեմ, այնպես որ այսօր մեր տանը զատկակալ ուտեստներ ենք ուտելու։ Սիրելիներ, շնորհակալ եմ, որ դիտեցիք, շնորհակալ եմ, որ իմ ալիքում եք, որ իմ հետ եք, պատրաստեք և շնորհավոր բոլորի սուրբ զատիկը, սիրելիներս։ Ես անձամբ իմ հայ ժողովրդի հետ եմ, իմ հետևորդներից մի քանիսը կամ չգիտեմ, գուցե իրենք հայուհի չեն, միշտ ասում են ինչի եք շեշտում հայուհիներ, հայեր, ես հայ եմ, ես հայուհի եմ, դրա համար լանթա շեշտում եմ, ես բոլորին հարգում ու սիրում եմ, որովհետև ունեմ նաև ուրիշ երկրներից հետևորդներ, իմ ընկերները իտալացի, իմ հետևորդներն են, բայց իրենք չեն նեղանում, երբ որ ես հատուկ շեշտում եմ հայուհիներին, որովհետև իմն եք։ Սիրելիներս, հաջողություն կտեսնենք հաջորդ տեսանյութին։